Փաստը, որը Թուրքիայի դեսպան հայտարարում Թոմ Բարաքը, որ նպատակ ունեն 2 տարվա ծրագրով Իրանին զրկեն Հորմուզի տնտեսական քաղաքական լծակից եւ շրջանցեն Հորմուզի նեղուցը, որին միացել է 5 տարածաշրջանային երկիր՝ Թուրքիան, Սիրիան, Լիբանան, Հորդանանը եւ Եգիպտոսը։ Եգիպտոսի փաստը արդեն ապացուցում է, որտեղ ծրագիրը շրջանցելու Սուեզի ջրանցքով եւ Կարմիր ծովով է, որտեղ վերջի օրերին մենք տեսնում ենք, որ Եմենի հուսիները փորձում են նաեւ Կարմիր ծովը փակեն, եւ դրան կարծում եմ պլան B, ինչպես որ Թոմ Բարաքն է ասում, միջին միջանցքն է լինելու, որպես շրջանցող Հորմուզի նեղուցը։ Միջին միջանցքը, որը սկսում է Կենտրոնական Ասիայից, անցնելով Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա եւ դեպի Եվրոպա։ Եվ կոնկրետ այդ ծրագիրը ինքը հայտարարում է Իրանի դեմ եւ Իրանի տնտեսական, քաղաքական, ռազմական լծակների չեզոքացում։ Հետևաբար միջին միջանցքի 43 կիլոմետր տարածքը, որը Հայաստանով Սյունիքով անցնում, կոչվում է TRIP, Թրամփի ուղի։ Եվ այդտեղից նաև պարզ է դառնում, որ TRIP-ի ծրագիրը Միացյալ Նահանգների համար ոչ թե զուտ տնտեսական նպատակներ ունի, այլ նաև գեոպոլիտիկ նպատակներ ունի, որտեղ նպատակ ունի Իրանի եւ Ռուսաստանի տնտեսական լծակները տարածաշրջանում չեզոքացնելու համար։ Հարավային Կովկասում բալանսը կարող է խախտվի այս ծրագրով, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը ստանալու են ավելի բարձր դիրք, ավելի մեծ ազդեցություն տարածաշրջանում, նաեւ իրենց սեփական ծրագրերը առաջ տանելու համար։ Եթե միջև այդ եղել է, ասենք, հայ-ադրբեջանական ինչ-որ կոնֆլիկտ, չէ, ասենք Արցախի հետ կապված եւ հողերի տարածքի հետ կապված, այսօր այդ հավասար պայքարը, որը ժամանակին կար եւ մենք ասենք Արցախյան առաջի պատերազմից սկսած, այնտեղ կոնկրետ 2 երկիր են իրար հետ խնդիր ունեցել եւ այդ իրենք իրենց հարցերը լուծել են։ Բայց հիմա երբ գալիս է, ասենք, աշխարհի գերտերություն եւ փորձում է իր բոլոր լծակները օգտագործի եւ տա ինչ որ որոշակի երկրներին ավելի մեծ եւ կարեւոր լծակ տարածաշրջանում ինչ որ եղանակ փոխելու եւ ավելի շուտ խնդիրները իբր կարգավորելու։ Եվ մենք տեսնում ենք այդտեղ այդ երկրներն են, օրինակ Ադրբեջանը, Թուրքիան, որտեղ ստանում են այդ լծակները Միացյալ Նահանգներից, որտեղ իրենք վաճառում են իրենց գեոպոլիտիկ դիրքը, լինելով Իրանի հետ հարևան, լինելով Ռուսաստանի հետ հարևան, փորձում են իրենց գեոպոլիտիկ դիրքը վաճառեն արևմուտքի վրա, տենց ասենք, Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ, եւ այդ պատճառով է, որ բալանսը խախտվելու է տարածաշրջանում։ Հայաստանը ինչքան էլ որ հիմա փորձում է տեղավորվի արևմուտքի բլոկի մեջ եւ տարածաշրջանում այդպես տեղավորվի, փաստը այն է, որ Հայաստանը շատ դերակատար չի, Հայաստանը զուտ միջոց է, գործիք է այս ուղին ստեղծելու եւ ձևավորելու համար։ Հետևաբար մենք շատ լծակներ չենք ունենա, օրինակ Ադրբեջանի նկարտումների վրա ինչ որ սանձելու եւ խոչընդոտելու, ինչպես թե տեսնում ենք օրինակի համար Ադրբեջանի կողմից անվերջ վերջին օրերին խոսվող, որ խաղաղության պայմանագրը պայմանավորված է Հայաստանի սահմանադրության փոփոխությամբ։ Մինչ այդ, այն որ Ադրբեջանի սահմանադրության մեջ նույն խնդիրները կան, բայց հայկական կողմը չի դիմում այդ քայլին կամ եթե ասվում է, որ մենք կարող ենք դիմենք այդ քայլին եւ Ադրբեջանն էլ փոխի իր սահմանադրությունը, որտեղ ինքը հայտարարում է, որ ինքը
առաջի հանրապետության իրավահաջորդն է, ինչքան էլ որ առաջի հանրապետությունը, Ադրբեջանի հանրապետությունը ազգերի լիգայի անդամ չդարձավ հենց իր սահմանների անորոշության պատճառով, բայց ամեն դեպքում այդ քարտեզները իրանց համար գոյություն ունեն որպես առաջի հանրապետության իրավահաջորդ եւ այդ քարտեզները ամեն վարքյանին կարող է Ադրբեջանը գա հայտարարի, որ ես այդ քարտեզների իրավահաջորդն եմ եւ այդ քարտեզների մեջ Սյունիքում, Վայոց ձորում եւ ուրիշ մեր մարզերում իրենք ունեն իրենց վերագրող տարածքներ։ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այս, ինչպես որ արդեն Թոմ Բարակը հայտարարում է դրա մասին, իրենց անհրաժեշտ է այս միջին միջանցքը։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ դրանից հետո Միացյալ Նահանգները Թրամփը ուղիղ մարդ է նշանակում Հայաստանում Թրիպլուսը իրականացնելու համար։ Եվ դրան զուգահեռ նույն անձնավորությունը ձեռք է բերում նաև Թեղուտի հանքերը։ Այսինքն պիտի Թեղուտի հանքերից եկած եկամուտով իրենք կառուցեն իրենց տարածքը մեր տարածքում եւ շահագործեն դա։ Եվ թե մենք դրանից պիտի ստանանք, չգիտեմ, ընդամենը մի 26% շահույթ այդ տարանցիկ ճանապարհից։ Ամեն դեպքում այդ ռիսկը մեծ է նաեւ Իրանի հետ նույն այս հարցում եւ մեր համար ինչու շատ մեծ ռիսկային է, որովհետեւ մեր հարավային սահմանը իրանական սահման է եւ մենք մեր ապրանքաշրջանառության մեծ տոկոսը նաեւ Իրանից ենք իրականացնում դեպի Հայաստան։ Եվ այս իրավիճակում մենք գանք ինչքան էլ որ հայտարարենք կամ ասենք Իրանի իշխանություններին, որ օրինակի համար Թրիփը հակաիրանական չէ, Հայաստանը ունի խաղաղության խաչմերուկ կոչված, որտեղ հյուսիս հարավն էլ է նաև ներառված դրա մեջ, բայց Միացյալ Նահանգների պաշտոնյաները այդտեղ բացահայտ գալիս հայտարարում են, որ Թրիփ կոչվածը կամ միջին միջանց կոչվածը հիմնականում հակաիրանական է։ Հիմա մենք պիտի կարողանանք նաև բալանսը պահպանենք ստեղ, ինչքան էլ որ հայտարարությունը Միացյալ Նահանգների կողմից է, բայց մենք ունենք լծակներ իրավական տեսանկյունից։ Մենք կարող է չմերժենք Թրիփի կառուցումը, բայց կարող ենք ձգձգենք Թրիփի կառուցումը։ Շրջակա միջավայրերի խիստ ուսումնասիրություններ իրականացնենք, որտեղ հենց արևմուտքի ստանդարտներից է բխում այդ ամեն ինչը, որ միանգամից չենք կարող այդ ամեն ինչը անենք։ Այդ միջոցներով կարող ենք ինչ որտեղ ձգձգենք, որը կարողանանք նաև այդ հյուսիս-հարավը կապենք մենք Հայաստանին ու գանք օրինակի համար այդ մեր խաղաղություն կոչված կամ խաղաղություն խաչմերուկ կոչվածը մոտավոր իրականացնենք, որ կարողանանք իրանական իշխանություններին նաև տանք այդ երաշխիքը, որ մենք հակաիրանական բլոկի մեջ չենք խաղալու։ Բայց եթե մենք դա չանենք, հյուսիս-հարավը ամեն դեպքում դեռ չիրականացած նախագիծ է, սկսած Չաբահարից Իրանի հարավ-արևելքում գտնվող նավահանգիստը, որը նաև օրերս Ամերիկան շատ խիստ ռմբակոծեց, Չաբահարից դեպի Իրանի հյուսիս-արևմուտք ոչ մի ենթակառուցված նորմալ չի էլ կառուցվի։ Ոչ մի ճանապարհ, դե ասենք աշխարհի երկրորդ ամենամեծ անապատը գոյություն ունի, որտեղ մենք իրանական կողմը, որը Չաբահարը հանձներ էր հնդիկներին, որը պիտի ենթակառուցվածքները կառուցեին, չեն կառուցել։ Հիմա թե դրանից նաև պարզադառնում որ հյուսիս-հարավը դեռ խնդիրների մեջ է, որ կարող է եւ չլինել։ Եթե դա չլինի, արդեն մեր խաղաղության խաչմերուկ նախագիծը ինքնըստինքյան, այսինքն կորցնում է իր իմաստը եւ Հայաստանը տեղավորվում է հորիզոնական երթուղիների ճանապարհի վրա։ Ու ինչքան էլ որ մենք տեղ գանք ասենք, որ դա հակաիրանական չէ, բայց դա մեր նախագիծը չէ։ Մեզ նաեւ պարտադրել են, որ այդ նախագծի մաս կազմենք։ Իրանը երկար չի կարողանալու օգտվի Հորմուզի լցակից։ Այսինքն դու կարող ես մի ամիս օգտվես, երկու ամիս օգտվես, մի տարի օգտվես։ Գերտերությունները, երբ տեսնում են միջազգային տնտեսական շրջանառությունը խափանվել է, իրենք երկերը փնտրելու են։ Հիմա ասենք, եթե Կարմիր ծովն էլ փակվեց, իրանական պրոքսի ուժեր են, ասենք, հուսիները Եմենում, եւ իրենց հաջողվի, որ դա էլ փակեն,
ծախսերն է մեծանալու, ապրանքն է թանկանալու, Աֆրիկան կարող են շրջանցեն։ Հիմա դա չանելու համար իրենք փորձում են ցամաքային այլ ելքեր գտնել։ Եվ միջին միջանցքը նոր նախագիծ չի, ինքը շատ ավելի հին նախագիծ է, որտեղ Չինաստանի 1 գոտի 1 ճանապարհ նախագծի մեջ էր մտնում, որտեղ գոյություն ուներ հյուսիսային միջանցքը, որը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով ոչնչացվեց, հարավային միջանցքը Իրանով պիտի անցներ, որ դա էլ Իրանի այս պատերազմով ոչնչացվեց եւ մնում է ընդամենը միջին միջանցքը, որտեղ գլխավոր օպերատորը Թուրքիան է եւ մենք հիմա տեսնում ենք, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որ այս միջին միջանցքը իրականանա, անգամ Միացյալ Նահանգներին չափից ավել մոտենալու։ Եվ մենք տեսնում ենք 10 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի հարցում, որտեղ արևմուտքը մերժում էր Թուրքիային, այսօր նաև շատ լավ էլ ընդունում են Թուրքիային, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում տեղի ունեցավ եւ բոլոր ռազմական պայմանագրերը, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան կնքում է Թուրքիայի հետ, դա բնականաբար այն լծակներն են, որ Թուրքիային նվիրվում են, որ այս օպերատորությունը ինքը կատարի։ Կանխելու մի տարբերակը կոպիտ ասած, որ կարող է շատ դառը հնչի եւ դա միայն Հայաստան կամ հայ ժողովուրդը չի, պատմության մեջ մենք ունեցել ենք գերմանացիների խնդիրը, լեհերի հետ սահմանամերձ իրանց խնդիրներով, տարածքային խնդիրներով, Իռլանդիա, հյուսիսային Իռլանդիա, որտեղ եկան ի վերջո ինչ որ դառը ճշմարտությանը եկան եւ կնքեցին հաշտության պայմանագիր։ Այս իրավիճակում կարծում եմ, որ մենք էլ պիտի ինչ-որ դառը ճշմարտությանը գնանք եւ նաեւ կարողանանք չխոչընդոտել, որովհետեւ մենք այդ լծակները չունենք հիմնականում մեծ առումով, ասած գլոբալ իմաստով խոչընդոտենք խոսքի արևմտյան, ասենք Միացյալ Նահանգների նախագիծը տարածաշրջանում, որովհետեւ իրենց լծակները բազմաթիվ են մեր դեմ, բայց կարող ենք այնպես անել, որ այս միջանցքը, որ պիտի անցնի Հայաստանով, լինի Հայաստանի սուվերեն տարածք, լինի մաքսակետ եւ չլինի որևէ մեր հարևաններից մեկին սպառնալիք։ Մենք այդ առումով կարող ենք այս փաստերը արձանագրելով եւ որպես օրակարգ հետևելով նաեւ մասնակցենք այդ ծրագրին, որի չմասնակցելու շատ մեծ հնարավորություններ չունենք։